Քաղաքական ուժի մասին, որոնք կեղծ թեզեր են տարածում ի օգուտ Ադրբեջանի, իբրև 300,000 ադրբեջանցի պետք է մուտք գործի Հայաստան։ Նախ անհրաժեշտ է հասկանալ, թե որ քաղաքական ուժն է դա տարածում։ Այս պայդրությամբ ռուս-բելարուսական քաղաքական ընդդիմադիր դաշտ ունենք, որոնք երեքներ գրեթե նույն մեխանիզմով փորձում են նմանատիպ տեսահոլովակների միջոցով մեր հանրության մեջ գեներացնել դժգոհություն եւ վախի մթնոլորտ ադրբեջանցիների Հայաստան մուտք գործելու հետ կապված, բայց որևիցե մի հիմնավոր փաստարկ չենք տեսնում։ Հասկանալով իրենց անցած ճանապարհը, քաղաքական անցյալը եւ սերտ կապերը նախկին իշխանությունների հետ, ինչի՞ չէ նաեւ մասնակիցը նախկին իշխանությունների հետ, նախկին կառավարման համակարգի մասնակիցը լինելով նրանք, բազմաթիվ այսպես կեղծիքներ, ստեր եւ շահամոլ ձևով կառավարել են մեր երկիրը, հետեւաբար այս ձևաչափով փորձում են կեղծիքների ստի միջոցով հետ գալ եւ վախի միջոցով ստանալ մեր ժողովրդի քվեն, որպեսզի պահեն իրենց թալանը եւ հետ գան իշխանության, Հայաստանը ստրկության հանձնելով, այսպես ասած, Ադրբեջանի դաշնակցին, Ռուսաստան։ Իսկ ինչ է կարծում, օրինակ մեր ընդդիմադիրները ինչի են վերցրել, որ հենց 300,000 ադրբեջանցի պետք է մուտք գործի Հայաստան։ Դե ընդդիմադիրների գրագիտության մակարդակը հաշվի առնելով, կարծում եմ 300,000 թիվն է իրենց համար, այսպես մի թիվ են իմացել, որովհետև աշխատատեղեր ստեղծելու թիվն էլ է 300,000, ադրբեջանցիներ բերելու թիվն էլ է 300,000, դա գրագիտությունից ելնելով այդ մի թիվն են այսպես զապիսարե, այդ մի թիվի վրա արհեստական բանականությամբ փորձում են ժողովրդին հրամցնել այդ թեզերով։ Եթե թվերի այսպես տարբեր լիներ, միգուցե նաև սկսեին խեղաթյուրեր, իրենց այսպես բանաստեղծության պես սովորածը խախտել եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն։ Խնդրեմ։